Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները 2 ընտրական տեղամասերում, որտեղ արձանագրությունների արդյունքները բացառությամբ անճշտությունների չափերի արձանագրվել են 0, որից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարել է, որ կբողոքարկի 2 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը շատ մոտ էր խորհրդարան մտնելու անցողիկ շեմին, 4%-ը հաղթահարելուն, ինչը կարող է լուծվել 8 տասնյակից ավելի ընտրական տեղամասերում ընթացող վերահաշվարկի արդյունքում, զրկվում է խորհրդարան անցնելու հնարավորությունից, քանի որ այդ 2 տեղամասերում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին գրանցվել էր 213 ձայն։ Այսօր հրավիրված հրատապասուլիսին փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումը կայացրել է ակնհայտ խախտումների փաստերի վրա հենվելով, տեղեկացնելով, որ իրենց կողմից բողոքարկման գործընթացն արդեն նախաձեռնվել է։ Աշխատում ենք հիմա բողոքների վրա այս որոշումների, ակնկալում ենք, որ պետք է լինի, եթե այս որոշումները կամ պետք է բեկանվեն, կամ պետք է լինի վերաքվեարկություն այս 2 տեղամասերում, կամ պետք է լինի ընդհանուր վերաքվեարկություն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մենք նաև, ինչպես նշեցի, զուգահեռ դիտարկում ենք արդեն կախված վերջական արդյունքներից ըստ էության Սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Ընտրություններին անցողիկ շեմն ապահոված մյուս ուժերը ուժեղ Հայաստան դաշինքն ու Հայաստան դաշինքն արդեն իսկ հայտնել են Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու մտադրության մասին։ Ուժեղ Հայաստան դաշինքն էլ այսօր դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Քաղաքական ուժի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պնդեց, թե իշխանության կողմից օգտագործվել է վարչական ռեսուրս, խոսեց քրեական հետապնդումների, վախի մթնոլորտի տարածման եւ ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումների մասին։ Ուժեղ Հայաստանը կասկածելի է համարում քաղաքացիական պայմանագրի առնվազն 100,000 ձայները։ Վարդևանյանը պնդեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելու դիմումը քննելու ընթացքում պարտավոր է անդրադարձ կատարել վերաքվեարկության հանգամանքին։ Որը նաև մենք ներկայացրել ենք մեր կողմից մուտքագրված այլևս դիմումի շրջանակներում։ Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են։ Եթե անվավեր ճանաչված այդ ընտրական տեղամասերի արդյունքները ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այդտեղ վերաքվեարկության հանգամանքը։ Պարտավոր է կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշվածը կազմակերպել։ Ուժեղ Հայաստան դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը այսօր նաև պնդել է, թե վերահաշվարկի արդյունքում քաղաքացիական պայմանագրի ձայները շեշտակի նվազել են։ Մինչդեռ իշխող կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը դեռ 3 էր տեղեկացրել, որ վերահաշվարկի ու ճշգրտումների արդյունքում քաղաքացիական պայմանագրի ձայները 49,8%-ից դարձել են 49,9%։ Իսկ այսօր Վահագն Ալեքսանյանը անդրադառնալով կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներին նշել է. Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության բարձրացրած հիստերիան ու դրանից բխած կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները։ Հիմա կամաց հասնում է ինֆորմացիան, թե ինչպես են որոշ ստահակներ փորձել ամեն գնով դանդաղեցնել զինվորների քվեարկությունը ու ինչ գործընթացներ անել այն ընթացքում, երբ նրանք շարված են եղել տեղամասերի դիմաց, բայց պնդում են, որ ԿՀՀ-ն չպետք է տուրք տար ընդդիմության անհիմն հիստերիային ու չեղարկեր այդ տեղամասերի քվեարկությունը։ Տեղեկացնենք նաև, որ 2 տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հետևանքով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանրագումարով կորցնում է 1224 քվե։ Այսօր էլ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել 12 կոտորակ 13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները, իսկ վերաքվեարկություն իրականացնելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել նաև Միասնության թևեր կուսակցությունը։ Այս ամենից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ հունիսի 14-ին ամփոփում է ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները, որից հետո կորոշի։ Կամ ազգային ժողովը ընտրվել է ու պետք է բաշխվեն մանդատները, կամ ազգային ժողովի падգամավորների մանդատների նախնական բաշխման մասին որոշում կկայացնի, կամ կորոշի առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակել, կամ ընտրություններն անվավեր ճանաչելու եւ ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին որոշում կկայացնի, կամ էլ ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն անվավեր ճանաչելու մասին որոշում կկայացնի։ Այս դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է ազգային ժողովի նոր հերթական ընտրություն։ Հիշեցնենք, որ այդ որոշումներից մեկն ու մեկը կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկայացնի միայն ընտրությունների վերջնական արդյունքները ամփոփելուց հետո։ Մարինե Դվոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։